Եթերում հեռանկարն է։ Ստամբուլը դարձյալ հարթակ է ռուս-ուկրաինական բանակցությունների համար։ Բայց հենց այդ բանակցությունների նախօրեին ուկրաինական կողմը ԱԹՍ խոշոր հարձակում նախաձեռնեց Ռուսաստանի ռազմաօդային բազաների վրա։ Ինչպես կարող է այս ամենը անդրադառնալ ընդհանրապես գործընթացների վրա։ Քննարկենք ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Բլեյան, մեր հրավերը ընդունելու համար։ Ինչ էր նշանակում այդ բանակցություններից ընդամենը ժամեր առաջ նման հարձակում գործելը։ Գիտեք, նման հարձակումներ նաև փոքր ավելի նվազ, բայց մոտ մեկ շաբաթ իրար հետևից ռուսական կողմը ուկրաինական տարբեր քաղաքներում ընդհանուր իջև Կիև հարձակումներ էր կազմակերպում, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ եւ բնական է, որ ուկրաինական կողմը պետք է պատասխաներ եւ շատ հուժկու պատասխանեց, իդեպ դա մի ԱԾ-ի կողմից կազմակերպված եւ իրագործված գործընթաց էր, ակցիա էր, որը կրում էր Սարդոստայն անվանումը, շատ լուրջ ուրեմն հարված է հասցվել ռուսական զինուժին եւ յուրաքանչյուր կողմը բանակցությունից առաջ փորձում է ամրապնդել իր դիրքերը, որպեսզի հանդես չգա ավելի որպես նվազ թույլ, միևնույն ժամանակ յուրաքանչյուր կողմը փորձում է իր ուժեղ դիրքավորմամբ նաև սիրաշայել Դոնալդ Թրամփին, որովհետև հասկանում ենք Թրամփը սիրում է համագործակցել եւ գործ ունենալ ուժեղների հետ եւ սովորաբար ճնշում է գործադրում հենց թույլի վրա, որովհետև հասկանալով այնտեղ ավելի հեշտ է։ Ստամբուլյան հարթակը կարծում եմ դրական է, որովհետև երկու կողմն էլ վստահում են թուրքական կողմին։ Այստեղ ես կառանձնացնեմ, որ Թուրքիան շատ կառուցողական է տրամադրված ուկրաինական կողմի հանդեպ եւ գիտեք նա հենց առաջ օրվանից չի ուրեմն չի ճանաչել Ղրիմի անեքսիան, դեպ գրեթե որևէ երկիր չի ճանաչել Ղրիմի անեքսիան ուկրաինական Ռուսաստանի կողմից եւ հետաբար բայց անկեղծ ասած ես մեծ հույսեր չեմ ակնկալում այսօր հենց այս պահին կարծեմ տեղի ունեցող բանակցություններից եթե ինչ-ինչ հրաշքներով էլ նույնիսկ ռուսական կողմը համաձայնվի գնալ զինադադարի, ապա այն շատ կարճ կտևի, որովհետև ռուսական կողմը հետաքրքրված չէ զինադադարով, նույնիսկ մեծ կորուստների գնով, թե մարդկային, թե զինուժի, ռուսական կողմը պատրաստ է գնալ առաջ եւ Որը կարող է լինել այդ փոխզիջման կետը, որ երկու կողմերն էլ բնականաբար կարող են այդպես ուրախ չլինել արդյունքներից, բայց համաձայնել, որը կարող է լինել։ Այստեղ կա գաղտնիք, որովհետև ռուսական կողմն այնպես էլ չհրապարակեց իր ծրագիրը, գիտեք ուկրաինական կողմը տրամադրել էր այն թե ամերիկյան, թե ռուսական կողմերին, բայց Ռուսաստանը չի տրամադրել եւ հետեւաբար իմանալ թե ի վերջո որն է իրենց կողմից փոխզիջում դիտվել կամ հնարավոր է դիտվել, դժվար է ասել, բայց գիտեք, որ վերբալ մակարդակում մենք շատ ենք լսել հայտարարություններ, որոնք մենք շատ ենք լսում նաև Ադրբեջանի կողմից, որոնք օրինակ պահանջում են մեզնից փոխել սահմանադրությունը, որը նույնը պահանջում է Ռուսաստանն ու Ուկրաինայից, նա պահանջում է Ուկրաինայից փոքրացնել իր բանակը, մենք հիշում ենք, որ նման դատի առաջարկներ առաջ Ադրբեջանն առնում էր Հայաստանի նկատմամբ, նա փորձում է ռուսերենը դարձնել պետական երկրորդ լեզու, այսինքն եւ իդեպ նա նաեւ պահանջում է նոր ընտրություններ Ուկրաինայում, նա պահանջում է որպեսզի Ուկրաինայի նախագահը գնա սահմանադրության դեմ եւ ճանաչի ուկրաինական տարածքները ռուսական եւ հետեւաբար անիրագործելի պահանջներ են ներկայացնում, ինչպես օրինակ Ադրբեջանը ներկայացնում է անիրագործելի պահանջ, որպեսզի մենք ճնշման ներքո գնանք եւ փոխենք մեր սահմանադրությունը հանուն խաղաղության համաձայնագրի, բայց ես նորից պետք է ասեմ, որ Ռուսաստանի հետ ուժի լեզվով պետք է խոսել, ուժեղի դիրքից պետք է խոսել եւ ես հույս ունեմ, որ Միացյալ Նահանգներում այն 500%-անոց մաքսատուրքը, որը իրենք նախագծել են, դա օրենքի ուժ կստանա, որովհետև այլ կերպ Ռուսաստանի կանգնեցնել հնարավոր չէ, որովհետև իրականում Ռուսաստանի նպատակը միայն Ուկրաինայի հետ արևելյան տարածքները չեն, Ռուսաստանի համար նպատակը ամբողջ Ուկրաինան է եւ ոչ միայն Ուկրաինան, որովհետև Ուկրաինայից հետո, գիտեք, հենց այս պահերին մենք արդեն ունենք արտահոսք, որ իրենք ամերիկյան կողմից պահանջում են, որպեսզի Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը երբեք չընդգրկվեն ՆԱՏՕ-ի դաշինքում
շատ լավ հասկանալով, որ հենց դրանք են հաջորդ թիրախները լինելու, որոնք կորսեն իրենց պետականությունը Ուկրաինայից հետո։ Իսկ ակնկալել, որ մենք պահպանենք մեր պետականությունը, եթե Վրաստանն ընկավ, դա անիրատեսական է։ Երբ պատերազմը սկսվում էր, այսպիսի միտք կար փորձագիտական շրջանակում, որ Ռուսաստանը Ուկրաինայի պատերազմով այդուհանդերձ փորձում է երկխոսելու հնարավորություններ ստեղծել, հա, մինչ այդ պահանջներ էր ներկայացրել նույն ՆԱՏՕ-ի հետ կապված եւ որևէ մեկը դրան չէր արձագանքել եւ Ուկրաինան դարձավ այդ երկխոսության հարթակը։ Ինչ բերեց դա։ Արդյունքներ բերեց թե չէ։ Ես չեմ կարծում, որ նա փորձում էր ինչ-որ մի երկխոսության մեջ մտնել, գիտեք, դուգինիզմը շատ երկար տարիներ արդեն գաղափարախոսություն է եւ հիմք է գտել պուտինյան քաղաքականության հիմքում եւ դրա մեջ մտնում է հետխորհրդային տարածքների, հնարավորինս շատ հետխորհրդային տարածքների վերականգնումը եւ բերումը ռուսական ուրեմն տիրապետության տակ, բոլորովին վերջերս Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդականը խոսում էր, որ խորհրդային պետությունների դուրս գալը, դե յուրե դուրս գալը խորհրդային միությունից անիրավաչափ էր եւ հետեւաբար նույնիսկ այն ինչ տեղի ունենում Ուկրաինայում, դա ոչ թե միջազգային հարց է, այլ Ռուսաստանի ներքին հարց է։ Այսինքն Ռուսաստանը չի ճանաչում այս անկախ 15 պետությունների ձևավորված 15 պետությունների, այդ թվում Հայաստանի պետություն ունենալու իրավունքը, այդ քաղաքացիների ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը։ Հիմա վերադառնալով Հայաստանին, անցյալ շաբաթ այստեղ էր Սերգեյ Լավրովը, մենք պատրաստվում ենք ընդունել նաև Մատվիենկոին, այսինքն ռուս պաշտոնյաները որոշակի դադարից հետո Հայաստան են այցելում։ Սա ինչպես եք դուք գնահատում։ Ես կարծում եմ, որ իշխանության որդեգրած բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականությունը ոչ միտեղ չի տանի, որովհետեւ Ռուսաստանի հետ դու չես կարող որևէ բան բալանսավորել կամ բալանսավորված պահել։ Ռուսաստանը չի ճանաչում թարապես սուվերեն հարաբերություններ, եթե կա մի երկրի օրինակ, որ մենք կարող ենք ասել, որ այդ ժողովրդավարական է եւ մեր երկրի չափերի է եւ իրեն կարողանում են շատ լավ լեզու գտնել Ռուսաստանի հետ եւ իրավահավասար հարաբերություններ ունենալ, ապա խնդրեմ, չկա նման երկիր, կամ իր վասալն ես, կամ իր կամակատարը, կամ իր հակառակորդն ես, իմ թշնամին։ Եվ այն երկրները, որոնք կարողացան ժամանակին դուրս պրծնել ռուսական տիրապետությունից, այսօր շատ ավելի այնտեղի քաղաքացիների կենսամակարդակը անգամներով բարձր Ռուսաստանից։ Ֆինլանդիա, Բալթիկ երկրներ եւ զարմանալի չէ, որ Մոլդովան եւ մնացած երկրները, ես հույս ունեմ նաեւ Հայաստանը, հույս ունեմ նաեւ Վրաստանի իշխանությունը ես նկատի ունեմ իհարկե, Հայաստանի իշխանությունը, որ նույնպես նման խնդիր ունեն, ձերբազատվել ռուսական այդ ստրկատիրական համակարգից, ապա ռուսականացվել եւ վերգտնել իրենց ինքնիշխանությունը, որովհետեւ այլ կերպ Հայաստանը չի կարող հարատևել։ Այլ կերպ Հայաստանը նորից կդառնա մանրադրամ եւ կգնան իրանք բարտեր գործարքների Թուրքիա եւ Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքների եւ մեր կյանքերի հաշվին։ Հիմա դուք բերեցիք տարբեր երկրների օրինակները նաև տարբեր են իրենց շահերի եւ ընդհանրապես ունեցած ազդեցությունների առումով Հայաստանում Ռուսաստանի ունեցած ազդեցությունը արդյոք թույլ է տալիս նույն այդ ճանապարհով գնալ ինչպես Բալթյան երկրները կամ Ֆինլանդիա։ Դա իշխանության գործն է, իրենք պետք է ոչ թե մեծացնեն իրենց կախվածությունը, տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, իսկ գիտեք, որ մեր ամենախոցելի մասն է տնտեսական կախվածությունը, այլ հակառակը գնային դիվերսիֆիկացիա եւ այսօր էլ իրենք կարող են շատ լուրջ քայլերի գնալ, որպեսզի թոթափեն այդ կախվածությունը։ Ես հույս ունեմ, որ իշխանության այն հայտարարությունը, որ քանի որ մենք արդեն 95%-ով կախված չենք Ռուսաստանից, ռազմական ներողություն, ռազմատեխնիկական սպառազինման, գնման տեսանկյունից, ապա իրենք նպատակ են դրել նաև էներգետիկ ոլորտում, այդ թվում ատոմային էներգետիկայի ոլորտում այդ կախվածությունը մեկ կետից չդարձնել։ Իսկ վերադառնալով դեռ նախորդ հարցին, ես պետք է ասեմ, որ մենք նաև մաս ենք կազմել այն բողոքի ցույցերին, ակցիային, որը տեղ ունեցավ Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ ԱԳՆ շենքի մոտ եւ հունիսի 6-ին ես ուզում եմ ազդարարել, որ հենց ժամը 11-ին մենք բողոքի ակցիա ենք նաեւ իրականացնելու Մատվիենկոյի այցի նկատմամբ, որտեվ իրենք պետք է հասկանան, որ հայ ժողովուրդը չի ներել եւ չի մոռանալու այն ինչ տեղի ունեցել Հայաստանի հետ, հայերի հետ, Արցախի հետ եւ առնվազն 2020 թվականի պատերազմից հետո
այն հավեքները, որոնք Ռուսաստանը բերեց մեր գլխին, հանդիսանալով որպես դաշնակից, բայց մեջքից խփելով եւ համագործակցելով եւ գործակցելով Ադրբեջանի եւ երբեմն Թուրքիայի հետ, մենք դա չենք մոռանալու եւ դա դարեր շարունակ կրկնվող իրադրություն է, իրականություն է, իրողություն է եւ մենք պետք է կոտրենք այդ շղթան եւ ի վերջո ձերբազատվենք այդ կախվածությունից։ Հիմա դուք խոսեցիք էներգետիկայի մասին եւ նկատեցինք, որ անցյալ շաբաթ կամ 2 շաբաթ առաջ էր Ռուսաստանի դեսպանը այցելել էր ատոմակայան եւ խոսել էր այդ նոր համակարգերի եւ այլնի մասին։ Սա ինչպես է գնահատում։ Գիտեք, իրենք ուզում են Թուրքիայում կառուցեն, թող կառուցեն Թուրքիայում։ Հայաստանում ատոմային էներգետիկան պետք է ընդհանրապես վերափոխվի այդ գաղափարը, որ պետք է լինի մեծ ատոմակայան եւ այն լինի ռուսական, դա պետք է կոտրվի։ Գիտեք, որ Միացյալ Նահանգներն առաջարկել այդ մոդուլային փոքր ռեակտիվ այդ մոդուլային այդ կոնցեպտը եւ մենք տվել ենք մեր համաձայնությունը, բոլորին վերջերս կարծեմ էներգետիկայի նախարարն էր ասում, որ մինչեւ տարեվերջ մենք ավելի հստակ պատասխան կտանք, կարծում եմ այստեղ ավելի հստակ, քան երբևէ պետք է մենք հասկանանք, որ քանի որ նաեւ մենք ստորագրել ենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության խարտիան, որի մեջ տեղ է գտել ատոմային էներգետիկայի համագործակցությունը, իսկ մինչ այդ դեռ Բայդենի վարչակազմի օրոք մենք հիշում եք մի առանձին Միրզոյան եւ Բլինքեն իրար հետ հենց բում ատոմակային համագործակցության շուրջ, էներգետիկայի շուրջ մենք նմանատիպ համաձայնագիր ենք ստորագրել, պետք է դրան մի սարուն տանք։ Ես ոչ թե նպատակ ունեմ, որպեսզի Հայաստանը ընդհանրենք, չգիտեմ, ռուսական վասալությունից դառնա մեկ այլ երկրի վասալություն, այլ մենք կարողանանք բազմազանեցնենք մեր համագործակցությունը եւ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների հետ, այն երկրների հետ, որոնց մենք ունենք ընդհանրական շահեր, այն երկրները, որոնք ճանաչում են մեր գոյությունը, մեր պետությունը ունենալու իրավունքը, քաղաքացիների որոշումներ կայացնելու իրավունքը, մենք իրենց հետ պետք է համագործակցենք։ Հիմա դուք տնտեսագետ եք, տնտեսագետները նաև հետևյալն են ասում, որ կոնկրետ ատոմակայանի դեպքում, էներգետիկայի դեպքում ոչ թե պետք է ընտրությունը լինի քաղաքական, այլ տնտեսական հաշվարկների հաշվին, եւ կար նաև տեսակետ, որ այդուհանդերձ մեծացումը նաև խոսում է խնայողության մասին ծախսերի առումով, դուք սա ինչպես եք դիտարկում։ Տարիներ շարունակ, տասնյակ տարիներ շարունակ մեր որոշումները եղել են զուտ քաղաքական, եւ որոնք կապ չեն ունեցել տնտեսության հետ, տնտեսագիտության հետ։ Եվ ունենք այն ինչ ունենք։ Ունենք այդ ահռելի կախվածությունը մեկ կենտրոնից, Ռուսաստանի Դաշնությունից, որը ցանկացած պայիս սկսում է օգտագործել այդ լծակները եւ մեզ պարտադրել տարատեսակ զիջումներ։ Վերջին տնտեսական զիջումը, պարտադրանքը եղավ 2013 թվականին, երբ մենք մեզ խոստացվել էր ել ավելի մեծ անվտանգային հովանոց Արցախի շուրջ, Հայաստանի Հանրապետության շուրջ, իսկ 3 տարի անց 2016 թվականին մենք արդեն ստացանք քառօրյա պատերազմ, ապրիլյան պատերազմ Արցախում։ Կարծում եմ ոչ, այդպիսի կարևոր որոշումները պետք է լինեն թե քաղաքական եւ տնտեսական, եւ այստեղ դժվար է տարանջատել իրենք հակառակը պետք է փոխլրացնող լինեն, եւ դա բխում է եւ տրամաբանությունը նույնիսկ հուշում է, չլինելով քաղաքագետ կամ տնտեսագետ, կարելի է կռահել եւ հասկանալ, որ հնարավոր չէ Ռուսաստանի հետ եւս մեկ կախվածության մեջ մտնել, որովհետեւ ինչ որ մի պահի պետք է ասել բավ է, հերիք է, ել չեն կարող մտնել այդպիսի կախվածության մեջ։ Ի վերջո միայն Ռուսաստանը չէ, մեզ Ֆրանսիայից են առաջարկ արել, մեզ Հարավային Կորեայից են առաջարկ արել, Կանադայից ունենք առաջարկ։ Խնդրեմ, չեք ուզում Միացյալ Նահանգների հետ համագործակցեք որևէ այլ կենտրոնի հետ, բայց կախվածությունը թոթափեք։ Իսկ Միացյալ Նահանգները առաջարկած տարբերակը լրիվ մի նոր կոնցեպտ է, որն արդեն իսկ իրագործվել է եւ փորձարկվել է, տնտեսապես շատ ավելի շահավետ է եւ քաղաքականապես իհարկե շատ կարեւոր է որպեսզի Միացյալ Նահանգների հետ այսպիսի կարեւոր այն էլ այս վարչակազմի օրոք ունենալ նման համագործակցություն, որպեսզի դիրքավորվել որպես կարևոր գործընկեր։ Այս վարչակազմի պլանները Հարավային Կովկասում արդեն իսկ հայտնի են, որքանով են երկարաժամկետ։ Տարիներ շարունակ մենք լսել ենք, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված չէ Հայաստանով, այս տարածաշրջանով, որ իրենք հետաքրքրված են այս տարածաշրջանով այնքանով, որքանով կարելի այստեղից Ռուսաստանի դուրս հանել եւ այլն, բայց բոլորին վերջերս օրինակ Մարկո Ռուբիոն պատասխանելով Վրաստանի հետ կապված մի հարցադրմանը, թե ինչպես եք դուք վերաբերվում այն հանգամանքին, որ Վրաստանի վրացական երազանքը, իշխանությունը հակաամերիկյան քայլեր է գնում, քանի որ այն կազմակերպությունները, որոնք նախապես պլանավորել էին համատեղ տնօրինման հանձնել Միացյալ Նահանգների հետ, վրացական իշխանությունը հանձնում է Չինաստանին եւ Մարկո Ռուբիոյի պատասխանը շատ կարեւոր էր եւ ցուցիչ էր, նա ասաց, որ երկիր մոլորակի այն տարածաշրջանում
որտեղ այնքան մեծ կարևորություն ունի Միացյալ Նահանգների համար եւ Միացյալ Նահանգների տնտեսության շահերի համար, մենք շատ լուրջ հետևում ենք եւ իհարկե շատ լուրջ հետևանքներ կլինեն եւ մենք պետք է վերաիմաստավորենք մեր հարաբերությունները, մեր համագործակցությունը Վրաստանի հետ եւ այստեղ շատ կարեւոր մասը հենց այն է, որ Միացյալ Նահանգների համար այս տարածաշրջանը շատ կարեւոր է։ Դրա մասին խոսում էր արդեն նախկին վարչակազմից Ջոյմս Օբրայենը, երբ խոսում էր Միջինցքից, եւ այս ամենի համար ընդհանրապես պետք է խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ, որպեսզի դա նաև այդ տնտեսական համագործակցությունը, լոգիստիկ, տրանսպորտային, էներգակիրների փոխադրումը միջինասիական պետություններից Ադրբեջանով, Հայաստանով նաև երաշխիք կհանդիսանան, որպեսզի Ադրբեջանը ցանկություն չունենա Հայաստանի վրա հանդեպ ռազմական ագրեսիա իրագործել։ Հիմա այդ նկատի ունենալով Միացյալ Նահանգները հնարավոր է, որ վերցնի նախաձեռնությունը օրինակ խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Դոնալդ Թրամփը կներեք տառապում է, որպեսզի հաղթանակներ ունենա խաղաղության գործում եւ խոսել են իրենք դրա մասին իր հանձնակատարը Ուիտկոֆը խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին, խոսել է, որ Դոնալդ Թրամփը հետաքրքրված է, որպեսզի բոլորին վերջերս Դոնալդ Թրամփի նամակում ուղղված Ադրբեջանի նախագահային խոսվում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից, տնտեսական համագործակցությունից։ Մենք սպասում ենք, որ իրենք ավելի կներգրավեն եւ այստեղ կարեւոր է, որպեսզի Հայաստանը լինի հնարավորինս ուժեղ եւ հնարավորինս ինքնուրույն եւ տնտեսապես հետաքրքիր, որպեսզի այդ հնարավոր մեծ գործարքը չլինի Հայաստանի Հանրապետության շահերին, այլ հակառակը բխեն Հայաստանի Հանրապետության շահերից։ Գիտեք, Ադրբեջանը չի գնում խաղաղության համաձայնագրի ստորագրմանը հենց այն պատրվակով, նաև այն պատճառաբանությամբ, որ Հայաստանն ավելի ձեռնտու է դա, քան Ադրբեջանին։ Հետևաբար մի այնպիսի գործարք, ինչպես Դոնալդ Թրամփն է սիրում ասել, պետք է առաջադրվի, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն արդեն ավելի ձեռնտու է, քան ռազմական ագրեսիա իրականացնելը կամ այս լարված անորոշ իրավիճակ պահպանելը։ Շնորհակալություն, պարոն Բլեյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Արնոլդ Բլեյանն էր։